Պարոն Ավինյան, ինձ բոլորիս մտահոգում է այս խցանումների վիճակը քաղաքում։ Վերջը մենք ինչ ենք մտածում, այդ ուրիշ քաղաքների վիճակը ուսումնասիրում ենք, հասկանանք անալոգներ կան, ինչ անենք, որ այս մի քիչ նվազի, էլի, որտեղ իսկապես օր-օրի դառնում անհնար է ժամ 7-ից հետո, 6-ից հետո քաղաքում շարժվել։ Դեռ ինչ ենք մտածում։ Մեկ էլ մյուսը, որ վերջը Որը ամեն վարչական շրջան 1-2 տուալետ կարողանանք տեղադրել, այդ դրեք այդ բյուջեի մեջ այդ փողը, էլի, որպես վերջը տուրիստները նայում ես, ով որտեղ հասնում է այդ տուալետ, այս երկու հարցը խնդրում եմ։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, երկրորդ հարցով ոնց որ զուգարանների արդեն նախագծեր ունենք, որոնք որ պետք է այս տարի ճիշտ եմ ասում, պարոն Հովհաննիսյան։ Զուգարանների ձեր գծով չի։ Ես ինչքան հիշում եմ, մոտավորապես 10 թե 12 նախագիծ ունենք, որոնք որ արդեն նախագծման փուլում են։ Ինչ վերաբերում է խցանումներին, այստեղ մի փոքր ավելի կոմպլեքս է խնդիրը, եւ բոլոր քաղաքների փորձը ցույց է տալիս մի բան։ Շարժունակության խնդիրը քաղաքով մեկ ամենավատ մեթոդը, որով այդ շարժունակությունը կարող է ապահովել, դա ավտոմեքենայովն է։ Այսինքն շարժունակությանը, եթե դու իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգները չես, Ամերիկայի Միացյալ Նահանգները հենց ավտոմեքենայի համար նախատեսված երկիր է եւ այդ շարժունակությունը եւ հիմա վստահ եմ իրանք իրենց խնդիրները ունեն շատ մեծ դրա հետ կապված, նույն ասենք Լոս Անջելեսում խցանումները մյուս խայտարակություն են։ Բայց ինչ ենք մենք պլանավորել այդ մասով։ 2016 թվականի WYG զեկույցին զուգահեռ մենք աշխատում ենք Île-de-France ռեգիոնի ինստիտուտի հետ, որը որ իրապես շատ մեծ օգնություն է մեզ տրամադրում այդ առումով եւ կոպիտ ասած ոնց որ մեր Երևան նախագիծը այդ աշխատանքը կաներ մեր համար, անում է Île-de-France ինստիտուտը եւ շատ շնորհակալություն Տիկին Պեկրեսին, ով այդ այսպես ասած հնարավորությունը մեզ տվել է Île-de-France-ի հիմնական ռազմավարությունը վերլուծությունները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ մենք պետք է որոշակի սահմանափակումներ մտցնենք փոքր կենտրոնում ավտոմեքենաների համար, դա էականորեն հետիոտնային տեղաշարժի հոսքն է փոխում։ Մենք պետք է էականորեն բարելավենք, այսինքն ստեղծենք, չունենք մենք այդ ենթակառուցվածքը, ստեղծենք հեծանիվների համար համապատասխան ենթակառուցվածքներ, եւ այս շղթայով հետո տենց բարձրանում է հաջորդը հանրային տրանսպորտն է, որտեղ ունենք ձեռք բերվելիք 250 էլեկտրոավտոբուսներ 18 մետրանոց, եւ դրանից հետո նոր գալիս է մեքենան, այսինքն եւ այս ավտոբուսների գծերն ենք շարունակում ավելացնել քաղաքում, շատ շուտով դուք տեսնելու եք նաեւ նոր ավտոբուսային գծեր Երևան քաղաքում, այսինքն մարդը պետք է իմանա, որ լավագույն միջոցը Երևան քաղաքով տեղաշարժվելու որոշ դեպքերում հետիոտնային տեղաշարժն է, որոշ դեպքերում հեծանիվն է կամ ինքնագլորը միգուցե դեռ չենք որոշել այդ հատվածը եւ մնացած դեպքերում բանն է հանրային տրանսպորտը, որը որ վստահորեն շատ ավելի արագ պետքա տեղափոխի մարդկանց քաղաքով մեկ, քան նույն ավտոմեքենան։ Այսինքն ավտոմեքենաներից մի քիչ տենց էմփուլը պետք է գա, որ երևի կշտանանք եւ սկսենք իրենց, այսպես ասած, այդ սահմանափակումները իրենց նկատմամբ եւ գիտեք օրինակ որ եթե օրինակ 5 տարի առաջ ասեին, դե տրանսպորտը այդ գազելը կռացածը մյուսը, հիմա էլ վստահաբար բոլոր խնդիրները լուծված չեն, այո, ժամանակն է, մյուսն է, բայց ուզում եմ ասել, այլևս այդ ստորացուցիչ տրանսպորտային համակարգի մասին չենք խոսում ենք տենց on-line վճարումներով, ավտոբուսների մասին, հապիկ ժամերին էլի որոշակի բան ունենք, խնդիր ունենք, բայց դա էլ շարունակաբար փորձում ենք լուծել, այսինքն էլի ենք ավելացնելու, ավտոբուսային գծերն ենք ավելացնելու եւ այդպես շարունակ, այսինքն մաքսիմալ հանրային տրանսպորտը պետքա ավելի հարմարավետ դառնա, այնքան հարմարավետ, որ ավտոին նախընտրեն հանրային տրանսպորտը։